Illustrator-ում կա մի գործիք Reshape tool, որը Scale tool և Share tool-ի համախմբի մեջ է, և նա հետաքրքիր է նրանով, որ այս գործիքով հնարավոր է փոփոխել օբյեկտի կետերը, բայց չփոփոխել օբյեկտի տեսքը կամ ձևը բաց հատվածի։ Ենթադրենք մենք ունենք այս բաց հատվածը, և եթե մենք այս գործիքով ընտրենք նրա կետերից հետ և փորձենք աշխատենք նրանց հետ, ապա դուք կտեսնեք, որ մենք կարող ենք փոխել այս մասշտաբը այս կորի, բայց պահպանենք նրա ձևը, այսինքն ինչ ձև ուներ այս հատվածը, և համապատասխան դուք տեսնում եք, որ այս գործիքը թույլ է տալիս կատարել հետաքրքիր փոփոխություններ բաց հատվածների հետ։ Այստեղ եթե մենք սեղմենք օրինակ Alt-ը, ապա դուք կտեսնեք, որ կարելի է ստանալ հետաքրքիր օբյեկտներ արդեն, որոնք մենք կարող ենք օգտագործել մեր աշխատանքի ընթացքում։ Նաև վերադառնանք հիմա Transform Again հատկությանը Illustrator-ում, որ կա։ Դրա համար եթե մենք հիմա նկարենք, եկեք ձեր հետ մեկ հատ Ellipse, և կատարենք պտույտ այդ օբյեկտի, ենթադրենք ընտրելով Rotate tool-ը, որը մենք կարող ենք իրականացնել այդ պտույտը ինչպես նրա կենտրոնի նկատմամբ։ Այժմ սեղմենք Alt-ի վրա, որպեսզի մենք պատճենահանենք այդ օբյեկտը, և եկեք ընտրենք Transform Again, որի շորտքաթն է Ctrl-D, և դուք կտեսնեք, որ մենք կրկնեցինք վերջին մեր գործողությունը։ Եթե մենք հիմա ստեղնաշարի վրա սեղմենք Ctrl-D, ապա համապատասխան մենք կստանանք հետաքրքիր օբյեկտ պարզ պտույտի օգնությամբ։ Ընդ որում, այս փոփոխությունը կամ transformation-ը, որը կատարվեց, նա չի խմբավորում բոլոր օբյեկտները, որը որ մենք հիմա արել ենք, և նրանց հետ կարելի է աշխատել առանձին։ Եթե օրինակ մենք ուզում ենք Adobe Illustrator-ում մենք հիմա հետ գանք, որպեսզի մենք ստանանք ծաղիկը, մենք այս թթման առանցքային կետը պետք է տեղափոխենք ներքև, հետո սեղմենք մաուսով որևէ մի կետում, համապատասխան ընտրելով անկյունը, նաև սեղմենք Alt-ը, որպեսզի ստանանք պատճենահանումը, և դրանից հետո սեղմենք Ctrl-D-ն Illustrator-ում, և դուք կտեսնեք, որ մենք շատ հեշտ ձևով կարող ենք կրկնել մեր վերջին գործողությունը, որը մեզ թույլ կտա ստեղծել